Փոս վանացայն Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելիներ, ձեզի հետ են Ներսես և Սերլին Վանաձայնի եթերով ետիկնադդրի էջով ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեկ Բաքուի մեջ շարունակվեցավ աբորինի կերպով փանդարգված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներուն դատավարությունը։ Նիստին շարունակվեցավ անոնց հարցաքննությունը։ Երեկվան նիստին դատախազները հարցումներ ուղեցին Արցախի ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանին։ Դավիթ Իշխանյան հաստատեց, որ ան եղած է հայ հեղափոխական դաշնակցության գործոն անդամ եւ 2 տարի Արցախի խորհրդարանի դաշնակցություն խմբակցության ղեկավար։ Դավիթ Իշխանյան հայտնեց, որ Արցախյան առաջին պատերազմին 1992-ի ամռան եղած է հայ հեղափոխական դաշնակցության անդամ։ Գլխավոր դատախազ Ավագ օգնական Վուսալ Ալիևի հարցումներուն պատասխանելով Դավիթ Իշխանյան ասավ, որ 1990-ական թվականներուն Արցախի բանակը ղեկավարեց ինքնապաշտպանության կոմիտեն, որոնց առաջնորդները Սերժ Սարգսյանն ու Սամուել Պապայանն էին, բայց կառավարման մեխանիզմին մասին բան չեմ գնար ասել ավելցուց ան։ Իշխանյան նաև նշեց, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ան եղած է Կումարդակի հրամանատար եւ իր վերատասներ Մոնթե Մելքոնյանը։ Մարդունի մեջ 8 Կումարդակ կար, որոնց մեկուն հրամանատարը ես էի։ Այդ 8 Կումարդակը գտնվեր շրջանի պաշտպանողական գիծի ենթակայության տակ, որոնց ղեկավարը Մոնթե Մելքոնյանն էր, իսկ բանակի հրամանատարը Սամուել Պապայանն էր, ըստ Դավիթ Իշխանյան։ Իշխանյան հայտնեց, որ Արցախյան երկրորդ պատերազմին ընթացքին այցելած է Մարդունի շրջանի զորամասերեն մեկը։ Գրծեր դղաս այնտեղ գծարայր, ես իբրև պատգամավոր իմ բարդ կսեր այդ ընել, ըստ Դավիթ Իշխանյան։ Ան նաև նշեց, որ արժանացած է մարտական խաչ շքանշանի։ Դատախազը ասավ, որ Դավիթ Իշխանյան 30 օգոստոս 2023-ին մամլո ասուլիսի ընթացքին հայտարարած է, որ բաց նամակներ ուղարկած է Ռուսիո, Իրանի, Ֆրանսայի, Միացյալ Նահանգներու եւ եվրոպական երկրներու խորհրդարաններու նախագահներուն, գոչ ուղելով ջնշում կործատրել Ադրբեջանի վրա։ Ինչ էր այդ նամակներուն փոխանցագությունը, ինչպիսի ջնշումներ գոչ ուղած է գիրարգել Ադրբեջանի վրա, հարցուց դատախազը։ Դավիթ Իշխանյան պատասխանեց. այո, ուղարկած եմ բաց նամակներ, բայց դեղյակ չեմ, եթե այդ նամակները հասած են իրենց նպատակագետին։ Այնուհետև Դավիթ Իշխանյանին հարց դրվեցավ, թե ինչ է Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական վայրակության նպատակը։ Իշխանյան պատասխանեց. այդ ժամանակաշրջանին մասին չեմ գնար խոսիլ, որովհետև այդ ադեն շատ երիտասարդ էի, բայց երբ չափահաս դարձա, հասկացա, թե որոնք են ռազմավարական նպատակները եւ ռազմավարական սկզբունքները։ Ռազմավարական նպատակը Արցախի միավորումն էր Հայաստանին։ Դավիթ Իշխանյան խոսեցավ նաև Արցախի նախկին վարչապետ Ռուբեն Վարդանյանի հետ իր հարաբերություններուն։ Ռուբեն Վարդանյանին ծանոթացա 2010-ին կամ 2011-ին։ Ան գսիրեր այցելել մեր հյուրանոցը։ Ան հանդիպումներ կունենար հյուրանոցին մեջ մինչև վարչապետ ըլլալը եւ անգե ետք եւս, ըսավ Դավիթ Իշխանյան։ Դավիթ Իշխանյան նշեց, որ իր ծննդյան
Վգայականին մեջ գրված է, որ անձնած է Ադրբեջանի խորհրդային հանրապետության մեջ, սակայն ան Հայաստանի քաղաքացի է։ Խորհրդային միության փլուզումեն ետք, ինչպես 150,000 հայեր, ես ալ ընդունված եմ Հայաստանի քաղաքացի ըլլալ, ունիմ անձնակիր, որ կհաստատե, թե Հայաստանի քաղաքացի եմ։ Անձնակիրը այժմ կգտնվի քննչական մարմինի մոտ, ըստ Դավիթ Իշխանյան։ Դատական հաջորդ նիստի թվական նշանակվեցավ այսօր 4 ապրիլը։ Նիստը պիտի շարունակե հայ ռազմակիրներու հարցաքննությունը։ Լոս Անջելես քաղաքի վերահսկիչներու խորհրդի անդամ Քեթրին Բարգերի գրասենյակը կդեղեկացնե, թե 3 շաբթի 1 ապրիլին կումարած իր նիստին ընթացքին խորհուրդը միացայնությամբ որոշած է 2025 ապրիլը հայոց պատմության ամիս հռչակել։ Բացվելու համար հայ համայնքին մշակութային հարուստ ժառանգությունը, թիմացկությունը եւ քաղաքին հատկանշական ներդրումները։ Բարգերի գողքին Փանացևին համահեղինակը վերահսկիչ Ջենսի Հաններ։ Գնշվի, որ պատմությունը հիշելու գողքին որոշումի նպատակը աբակային նայելն է, ավելցնելով, որ ապրիլ ամսվան ընթացքին հայությունը ոչ միայն պիտի նշե հայոց ցեղասպանության 110-ամյակը, այլև պիտի դիմակրավե շարունակվող մարտահրավերները, որոնք շարքին է Արցախի հայաթափումը։ Նաև 29 ապրիլին Բարգեր պիտի մեծարե 3 հայորդիներ։ Գեսարիո կեսի թաղամասի մշակույթի եւ համերաշխության միության նախագահ Աբբաս Յաղջն համտես եկած է Գեսարիո Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին վերականգնելու գոչով։ Արդարև Գեսարիո մեջ 17-րդ դարուն կառուցված եկեղեցին շարունակաբար ենթարկված է քանցակողերու ավերվածություններուն։ Գեսարիո Մելիկկազ կավարի կեսի թաղամասի մեջ գտնվող Սուրբ Ստեփանոսը եւս սկսավ կանտվել հայոց ցեղասպանության ետք, երբ շրջանի հայերը հարգատիր աքսորի ենթարկեցին։ Եկեղեցվո զանազան բաժիններուն մեջ կանցեր որոնողներ մեծ փոսեր փորեցին, իսկ բادرը ներգեցին։ Աբբաս Յաղջն թուրք լրագրողներու հետ հարցազրույցի ընթացքին հայտնեց, որ մինչև 1915 հայ բնակիչներու կողմէ իբրև սրբավայր օգտագործված այս կառույցը ուներ փարահեղ զանգակատուն, որ հետագային քանդվեցավ, իսկ կմպետը ավրվեցավ։ Յաղջն պատմական եկեղեցու վերականգնման անհրաժեշտության անդրադառնալով նշեց. Այս կառույցը մեր պատմական արժեքներն է, որ պետք է պահպանել։ Մինչև նորակույն պատմություն ան օգտագործված է հայերու կողմէ։ Երբ անոնք քաղտեցին, պետք է հասկանալ աքսորվեցան, եկեղեցին ավերվեցավ կանցակողներու կողմէ։ Եկեղեցվո ներքին կառույցը մեծ վնասներ գրեց։ Վերջին տարիներուն եկեղեցին կգտնվի մոտակայ կբնակող դրացիներու հոգատարության տակ։ Գցանկանք, որ բեդությունը ժամ առաջ դեր կանգնի անոր եւ բրգեզ այն կանթում է։ Գբահանչենք, որ շինությունը վերականգնի։ Գուզենք, որ մշակույթի նախարարությունը եւ Կավարաբեդարանը դեր կանգնի մշակութային այս ժառանգության։ Բադգերը ներգված են։ Գբահանչենք նաեւ, որ այդ քրությունները չնչվին բادرեն։ Ըսավ Աբբաս Յաղջն։ Միացյալ Նահանգներու կառավարման էքսիմ դրամադան դոնորեններու խորհուրդը հաստատեց, որ ազերբայջանական Silkway օդանավային ընկերությունը 339 միլիոն դոլարի վարկ ստացավ Boeing օդանավներ ունենալու համար։ Օդանավերը կմատակարարվին մինչև 2026-ի ամառ։ Այն իրողությունը, որ Silkway օդանավները օգտագործված են զենքի փոխադրության համար, չի խանգարեր Միացյալ Նահանգները։ Silkway-ը կնկատվի Ադրբեջանի նախագահի հետ սերտ կապ ունեցող օդանավային ընկերություն։ 3 ապրիլին Հայաստանի կառավարության շենքի մեջ ավելի քան 1 ժամ փոխվարչապետի հետ քննարկում են ետք արցախցիներու իրավունքներու պաշտպանության խորհրդի 3 անդամներ հայտարարեցին, թե ամենայն հավանականությամբ գործողություններ պիտի կատարեն։ Արցախցիներու իրավունքներու պաշտպանության խորհրդի անդամ Աբբեզ Մարկարյան հաստատեց փողոքի ցույցերը կշարունակվին։ Մենք կսպասենք կառավարության պատասխանը։ Այսօր փաստորեն ընկերային ծրագիրներու գծով որոշ պատասխաններ ունեցանք։
Հայտնենք, որ 29 մարտին արցախցիներ հանրահավաք գազմագերբած էին եւ 12 գետերը բահանջակիր մը ներկայացուցած էին կառավարության իրենց վերադարձի իրավունքի, քերիներու ազատ արձակման, ինչպես նաեւ կառավարության ընկերային ծրագիրներու գծով։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ 12 գետերը անոնց քննարկած են միայն մեկ ընկերայինը։ Մնացյալ գետերու մասին անոնք ըսված է, որ գրավոր կպատասխանենք։ Մարգարյան նշեց, բնակարանային ծրագիրի գծով պատրաստ են մասնագիտական խումբեր ձևավորել եւ քննարկումներ կատարել։ Նշենք, որ 1 ապրիլին սկսյալ բնակարաններու վարձի աջակցության 40 առավել 1 հազարական դրամ ծրագիրը գրջատվեցավ։ Ներկայիս ամմիան անչափահաս, թոշակառու, հաշմանդամ մարդոց եւ քանիմա այլ խոցելի խումբերու համար է։ Անոնք կստանան 40,000 դրամ, իսկ քանիմը ամիսեն պիտի ստանան 30,000 դրամ։ Արցախցիները կհազանգեն, որ փողոցը պիտի հայտնվին։ Իրենց համար նախադեсված բնակարանային ծրագիրը իրենց խնդիրը չի լուծեր։ Արցախցիներու ինքնապուխ հավաքի ընթացքին Արցախի մարդու իրավունքներու պաշտպան Գեգամ Ստեփանյան ասավ, որ մարդու իրավունքներու պաշտպանության հարցը պետք է օրագարկային կարևոր թեմա ունենա։ Սեպտեմբեր 2023-ին յետք Հայաստանի կառավարության կողմէ Արցախի թեման փակելու քաղաքականություն մը գա։ Մեր իրավունքը ոչ միայն ընկերային իրավունքներ են, այլև վերադարձի իրավունք է։ Քերիներու վերադարձի եւ Արցախի մեջ պատմամշակութային ժառանգության պահպանման իրավունք է։ Եվ մենք կակնկալենք, որ Հայաստանի կառավարությունը իր ամենօրյա գործունեության մեջ հարաճ մղե եւ հետամուտ ըլլա, ինչ որ ցավոք այսօր չեն տեսներ, ըսավ Գեգամ Ստեփանյան։ Ստեփանյան նշեց, որ Արցախ վերադարձի բանջը քաղաքական արդար բանջ է։ Արցախի ժողովրդի իրավունքներուն անգյունակարը Արցախի ժողովրդին վերադարձն է։ Որևէ գաշկանտվածություն չկա։ Չի գրնար ըլլալ եւ ես իմ նախորոք ելույթի ընթացքին նշած եմ, որ մենք գործ ունենք ոչ թե հեքիաթային բադումի հետ, մենք գործ ունենք իրավունքի հետ, որ ամրագրված է արտարադատության միջազգային դատարանի որոշումով եւ զանազան պետություններու ընդունված համաձայնություններով։ Հայաստանի կառավարությունը, որ 30 տարի շարունակ հանդես եկած է իբրև Արցախի ժողովրդի իրավունքներու երաշխավորը, իր օրինակով այս հարցը բանակցության օրագարկին մեջ պետք է բահե։ Գաշկանտվածություն չկա։ Ուր են 150,000 մարդու իրավունքները։ 150,000 մարդ ամեն օր կքնանա եւ գարտնա իրավունքի եւ վերադարձի բաղցալի երազով ու նպատակով։ Ինչպես փակել բանը, որ ըստ էության մեր ինքնությունն ու էությունը կգազմե, շեշտեց Արցախի մարդու իրավունքներու պաշտպան Գեգամ Ստեփանյան։ 4-շաբթի 3 ապրիլ 2025-ին Ժեզիրեի առաջնորդական փոխանորդ Լևոն Վարդապետ Եղիահյան եւ իրեն ընկերակցող ասկային պատվիրակությունը այցելեց Սուրյո ժողովրդարանական ուժերու ղեկավար Մազլում Աբդիին։ Հանդիպումին ընթացքին Հայր Սուրբը փոխանցեց Պերիո հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշխարյանի շնորհավորանքը եւ օրհնությունները Նևրուզի եւ Ֆիտրի դոներու արիթով։ Բարձր քնահատելով Սուրյո ժողովրդավարական ուժերու շրջանին ապահովության եւ գայունության նպաստող չանքերը։ Մեկնելով Մեծնդանեն Գիլիկիո Արամ առաջին վեհապար հայրապետի կողմէ 2025 տարին ավանդություններու վերագայնցավորման տարի հռչակումեն համասկայնի Սուրյո շրջանային վարչությունը հալեբահայ վարժարաններու աշակերտներուն համար գազմագերբեց դասախոսությունը հայկական եկեղեցական ջարդարապետությունը խորակրով։ Դասախոսությունը դեղի ունեցավ համասկայնի մշակութային կենտրոնին մեջ։ Դասախոսներ համասկայնական Գարո Սահակյան, որ հեղինակն է հայկական եկեղեցիներու մանրագերդերու։ Ան երկար դարիներ մասնակիտական աշխատանքով լավավես ուսումնասիրած է հայկական եկեղեցական ջարդարապետությունը եւ հայ թեոդար շրջաններու մեծ ցուցադրերով եւ դասախոսությամբ ներկայացած է հայկական եկեղեցական ջարդարապետության եզակի ոճը։
Արդարև, երեկեն 15 մարտ 2025-ին երկու շաբթվան ընթացքին Հալեբահայ վարժարաններու միջնագարքի եւ երկրորդագանի աշակերտները հաջորդաբար ներկայացան համասկայնի մշակութային կենտրոն, ուր թիմավորվեցան համասկայնի Սուրիո շրջանային վարչության կողմէ եւ 1 ժամվան տևողության ունգընտրեցին տասախոսը, որ բաստարի վրա լուսանկարներ ցուցադրելով դպավորիչ կերպով ներկայացուց տասախոսությունը։ Աշակերտներուն ծանոթացնելով հայկական եկեղեցական ճարտարապետությունը յուրահատուկ ոճը եւ տարերու ընթացքին գրած փոփոխություններն ու զարգացումը։ Հայկական աշխարհի լուրերով, վանացայնի եթերով եւ թիմադրեդի էջով ցեզի հետեին Սերլին, Ներսեսը եւ ցայնի հաղորդավար Հակոբը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։